Պարտքերդ կառավարելը քեզ ծանր է թվում։ Չգիտես, որ մեկը շուտ վճարես, որը թողնես։ Լավ կազմված պլանը կարող է օգնել քեզ վերականգնել վերահսկողությունը ֆինանսների նկատմամբ։ Առաջին քայլը քո բոլոր պարտավորությունները գրանցելն է։ Ներառյալ վարկային գծերը, ապառիկը, այլ վարկերը, կոմունալները եւ ցանկացած այլ պարտքեր, լինեն դրանք բանկից, ընկերներից, թե հարևաններից։ Համոզվիր, որ նշում ես պարտքի ամբողջական գումարը եւ ամսական վճարի չափը, չմոռանալով տոկոսագումարները եւ այլ վճարները։ Ընտանիքի անդամների կամ ընկերների հետ պարտքերի մարումների ժամանակացույցը քննարկելը նույնպես կարեւոր է։ Այնուհետև դիտարկիր քո բյուջեն։ Կարող ես կրճատել ոչ անհրաժեշտ ծախսերը վարկերի եւ պարտքերի մարմանն ուղղելու համար։ Նույնիսկ փոքր քայլերը կարող են ժամանակի ընթացքում մեծ փոփոխություններ բերել։ Երբ արդեն կազմել ես ցուցակը եւ հասկացել ես քո բյուջեն, ստեղծիր մարումների պլան։ Երկու հայտնի մեթոդներ են՝ ավալանշը եւ սնոուբոլը։ Ավալանշի կամ ձնահոսքի մեթոդը կենտրոնանում է բարձր տոկոսադրույքով վարկերի կամ մեծ պարտքերի մարումների վրա։ Սկզբում կատարում ես մի քանի մեծ վճարում, որից հետո դու ավելի քիչ տոկոս ես մուծում, ինչը խնայում է քո գումարը։ Երբ բարձր տոկոսադրույքով վարկը մարես, կանցնես հաջորդին։ Snowball կամ ձնագնդի մեթոդի դեպքում դու սկզբում մարում ես ամենափոքր պարտքդ եւ ունենում ես հոգեբանական արագ հաղթանակ, ինչն էլ մոտիվացնում է շարունակել մարումները։ Եթե քո ֆինանսական իրավիճակը շատ բարդ է թվում, մի վախեցիր դիմել ֆինանսական խորհրդատուի։ Սկսիր փոքրից եւ տես, թե ինչպես են կրճատում պարտքերդ ու բարելավում ֆինանսներդ։ Եղիր բարեկեցիկ։